Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ABC հեռուստաընկերության եթերում մի մեդալի պատմություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր պիտի խոսենք փաստաբանական աշխատանքի մասին։ Այստեղ Միացյալ Նահանգներում ներգաղթյալների հատկապես հոսքի ժամանակ ամենամեծ խնդիրը, ամենամեծ խնդիրը մարդիկ ունենում են հենց ներգաղթյալների էմիգրացիոն ծառայության աշխատողները երկար տարիներ մարդիկ քեյսեր են ունենում, բացվում է, փակվում է, մի խոսքով ամենամեծ խնդիրը դա է լինում հիմնականում։ Այսօր այդ մասին էմիգրացիոն ծառայության մասին մենք չենք խոսի, այդ փաստաբաններին, ինչպես ասում են, հանգիստ կթողնենք այսօր ավելի վատ, ավելի դժվար, ավելի պատասխանատու մասնագիտություն փաստաբանների մեջ երևի կրիմինալ լոյերի մասնագիտությունն է, որտեղ պիտի լինես խիզախ, պետք է լինես խելացի, պետք է լինես իմաստուն, պետք է լինես ուշադիր, մի խոսքով ամեն ինչի մասին պետք է իմանաս կապված քրեական աշխարհի, քրեական դատավարության օրենքների, կարգ ու կանոնի հետ։ Զրուցակիցս երիտասարդ, բայց արդեն շատ փորձառու Ջակոբ Հայկ Խաչատրյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եմ, դուք ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ։ Ինձ համար անկեղծ ասած այս զրույցը այնքան հետաքրքիր է, որտեվ բավականին ծավալուն ու բավականին հետաքրքիր դիպվածների հետ է կապված լինում։ Հատկապես մարդու ճակատագրի հնարավոր է, որ մի սխալ քայլի դեպքում կարող է մարդու ճակատագիրը ամբողջությամբ խեղվել եւ նա հայտնվի բանտում ու երկար տարիներ այդպես էլ չգիտեմ դուրս կգա թե դուրս չի գա, բայց փաստաբանի հմուտ ու խելացի ճիշտ աշխատանքի արդյունքում կարող է նաեւ այդ ճակատագիրը մարդու փոխվել միանգամից լուսավոր աշխարհ ու ամեն ինչ ձեզ գլխի վայր շուռ է գալիս։ Հայկ ջան, ինչ դեր ունի փաստաբանը մարդու կյանքում, հատկապես այստեղ Միացյալ Նահանգներում։ Բոլոր առիթների ժամանակ, բոլոր միջադեպերի ժամանակ, լինի դա ասենք քրեականը կլինի, ավտովթարը կլինի, մի խոսքով ամեն մարդ ինչպես բժիշկ, այնպես էլ փաստաբան է ունենում անձնական։ Հիմա այստեղ նահանգներում ինչ դեր ունի փաստաբանը մարդու կյանքում։ Շատ մեծ դեր ունի, կոնկրետ քրեական դատապաշտպանի դերը ասեմ ձեզ, քանի որ դա իմ մասնագետությունը։ Հիմա շատ մարդ չի պատկերացնում, որ իրան պետք է լինելու քրեական դատապաշտպան։ Բացի այն մարդիկ, որ հաճախ դրա պետքությունը ունեն։ Ցանկացած մարդու կարա այդ խնդիրը առաջանա, թե շառով, թե ինչ-որ մի չմտածված, ուղղակի անուշադիր ինչ-որ մի խնդրի պատճառով դառնա մի հատ մեծ քրեական հարց, որը որ շատ լուրջ խնդիր կարա բերի մարդու, դրա համար շատ մեծ դեր է խաղում քրեական դատապաշտպանը եւ ով է քո քրեական դատապաշտպանը։ Այս մասնագիտությունը կոնտրության հարցում, երբ որ դպրոց ավարտելուց հետո, քոլեջ ավարտելուց հետո պիտի ընտրեր մասնագիտություն, հենց քրեական դատավարություններ, քրեական փաստաբանի աշխատանքներ քեզ ավելի շատ հետաքրքրում, թե պարզապես հետագայում դու որոշեցիր, որ պետք է դառնաս քրեական փաստաբան։ Ես ճիշտ ասած համալսարանը ավարտելուց հետո գնացի իրավաբանություն սովորեցի, ոչ թե որ ես ուզում էի իրավաբանություն սովորեի, ուղղակի էդի տնեցիք ուզում էին, որ իրանց տղեն անպայման լոյեր լիներ, փաստաբան լիներ, այնպես չուզենալով մասնագիտություն հայերիս համար, չէ՞, հա, կամ բժիշկ կամ լոյեր, դու ընտրի։ Տենց էր։
մեր մոդելները տենց։ Ճիշտ ասած իմ սրտով չէր։ Մի տարի սովորեցի, հետո հելա բիզնեսով զբաղվեցի, իսկ հետո իմ մեջ մտավ այն բանը, որ չէ, դու պետք է գնաս սովորես, պետք է դառնաս փաստաբան ու հատուկ քրեական դատապաշտպան։ Այսինքն ես երկրորդ անգամ որ գնացի, արդեն ուզելով որ գնացի, այդ ժամանակ արդեն կոնկրետ քրեական դատապաշտպան լինելու ցանկությունով եմ գնացել։ Ու տենց է, հետո գնացել եմ, սովորել եմ, ավարտել եմ ու աշխատել եմ, ու աշխատում եմ։ Ինչու հենց դա սիրեցիր։ Ինչ որ մի առիթ եղել էր, մի դիպված եղել էր, որ քեզ ստիպել էր, որ այդ մասին մտածեր, ասենք մի պատմություն, որը ունեցել է ավարտ, ասենք հաղթել է այդ մարդը այդ քեյսում հաղթանակ է տարել, հետո տեսել ես ու հասկացել ես, որ դու էլ կարող ես մարդկանց փրկել։ Ինչ որ նման դիպված եղել է։ Այտենց կոնկրետ տենց մի բան չի եղել, ու այնպես չի, որ ինչ որ մի բան ա եղել իմ կյանքում, որի պատճառով ուզեցել եմ գնամ քրեական դատապաշտպան լինեմ, ուղղակի մի քիչ ավելի ուշադրություն եմ դարձրել պետության հզորության վրա ու հասկացել եմ, որ մի քիչ շատ չափից ավել շատ հնարավորություններ ունեն պետությունը մարդկանց ազատությունից զրկելու, շատ վատ վերաբերելու մարդկանց ու դրանով որոշեցի, որ պետք է ես գնամ ու պետք է անձի համար պայքարեմ պետության դեմ։ Ու կոնկրետ որպես քրեական դատապաշտպան ամենաճիշտ ճանապարհն էր դա անելու իմ համար։ Երբ որ ավարտեցիր ու դու ստացար դիպլոմը, քո կողքին էր առաջինը մայրդ։ Երևի մայրդ շնորհավորեց այդ բանին։ Ինչ ես կարծում, դա նրա ուրախության ամենահաջողված պահերից մեկն էր կյանքում։ Այո, մայրս էլ, հայրս էլ, կինս էլ ամուսնացած էի արդեն այդ ժամանակ, մենք ամուսնացած էինք ու ես դեռ սովորում էի, դեռ աշխատում էի, ավարտելու ժամանակ արդեն տղես էլ էր ծնվել, առաջ երեխես էր ծնվել, իմ ամբողջ ընտանիքի համար դա մեծ ուրախություն բերեց։ Ավարտեցիր, հետո հանրային պաշտպան, առաջի քո քայլը եղավ այս բնակավարում, որպես հանրային պաշտպան աշխատել, այսինքն մարդիկ, ովքեր որ հնարավորություն չունեն փաստաբան վարձելու, պետությունն է, չէ, տրամադրում փաստաբանի, քանի տարի աշխատեցիր որպես հանրային պաշտպան։ Ես Լոս Անջելեսի Public Defender Office-ում աշխատել եմ 5 տարուց ավել։ Դա իմ համար ամենատպավորիչ եւ ամենափորձ բերող, Ես շատ շնորհակալ եմ այդ օֆիսի համար, իմ գոլեգաների համար, դա իմ համար շատ մեծ փորձ ա բերել, 5 տարուց ավել ես ստացել եմ այդտեղ 30 տարվա փորձ այնտեղ աշխատելով։ Որն էր առանձնահատկությունը, ինչով էր տարբերվում, կամ ինչ տվեց, ինչից հասկացար, որ դու շատ հարցերում նաև դատարան գնալուց, հաջողություններ ունենալուց։ Գիտեք, որպես public defender դուք օրվա կեսը մինիմում դատարանում եք։ Ես սկսեցի downtown-ի դատարանից եւ ես ունեի շատ ուժեղ սուպերվայզերներ, տրեյներներ, ով որ միշտ սովորացնում էին, ուղղություն էին տալի ու առաջի օրվանից այն որ դատարանում ես, քեյսերը տալիս են ու պետք է կռվես, քո քեյսերն է։ Եթե հիմա մեկը ավարտում է գնում է ինչ որ մեկի օֆիսում է աշխատում կամ իր օֆիսն է բացում, այդ հնարավորությունը չի ստանում։ Ես շատ ժամանակ քեյսեր եմ ունեցել, այդ առաջի մի քանի ամիս ընդ աշխատելով սուպերվայզեր գալի ֆայլը տալիս է, ասում է շնորհավոր, վաղը դու դատի մեջ ես։ Այսինքն ես մի օրվա մեջ պետք է պատրաստվեմ, որ վաղը ժյուրին գալու է, ես պետք է պատրաստ լինեմ կռվեմ իմ հաճախորդի համար։ Դա շատ ուժեղ մի հատ փորձ եմ ստացել Public Defender Office-ում։ Ես կուզենայի նկարագրեր քո առաջին որպես փաստաբան, երբ որ դատարանում ներկայացել ես ժյուրին նստած ու դու պիտի բոլորին կարողանայր ապացուցել քո պաշտպանի անմեղությունը։ Հիշում ես այդ օրը։ Հիշում եմ, շատ լավ եմ հիշում։ Այդ քեյսը մի հատ հաճախորդ ունեի, ով որ իր հարևանի հետ խնդիր էր ունեցել ու վիճվել են, հետո յանի իմ հաճախորդը իրան ծեծել է, ասենց կապտուկներով, գլուխը ուռած, պոլիսների հետ կնոջը կինը պոլիսներին զանգել է, հետո բողոքել են հաճախորդից բռնել են, հիմա պետք է պաշտպանի այդ քեյսը ու ես եմ եղել իր պաշտպանը։ Կրեցինք այդ դատը, ժյուրիով դատը արեցինք ու դատը կրեցինք ու ամենաշատը իմ մեջ տպավորվեց, ինքը
Մեքսիկոից էր եւ ինքը ընդ ծառայած էր Մեքսիկոյի KGB-ի նման ինչ որ մի բաժնից, այսինքն ինքը շատ հատուկ ծառայության աշխատող է եղել։ Այո, եւ ինքը շատ ուժեղ մարդ է եղել։ Եվ դատը որ կրեցինք, ինքը ամբողջ դատի ժամանակ ոչ մի ռեակցիա, ասենց լուր նստած կողքս, մեկ է դատը որ վերջացավ, հելանք ասենց առանձին էինք ու որ փաթաթվեց, ուրախությունից հուզվեց, ես է հուզվեցի, դա շատ իմ մեջ տպավորվեց, որ էսի case չի, էսի մարդ է։ Էսի մարդ է։ Մարդու ճակատագիր կարա փոխի քո արածը եւ շատ եթե դու քո գործը ճիշտ անես, կարա փոխի դեպի լավ, եթե ճիշտ չանես, կարա փոխի դեպի վատ։ Եվ մարդուն հույս է բերում կյանքում։ Հանրային պաշտպան աշխատած ժամանակ, երբ որ այդ 5 տարիներին աշխատել ես, հայկական հայերի հետ հանդիպում ունեցել ես, որտեղ նման դեպքերում շատ իմ կարծիքով շատ քիչ են լինում, երբ որ փաստաբան չես ունենում ու վստահում ես պետական պաշտպանի հայեր հանդիպել են երբևիցե։ Հայ կլենտներ ունեցել եմ որպես public defender, բայց շատ քիչ։ Ընդհանրապես հայերը չեն գնում public defender-ով, իրանք վարձում են lawyer, որը որ էդի ամեն մարդու ընտրությունն է, public defender office-ը նենց չի, որ ով ուզի կարա գնա public defender office-ը իրանց պաշտպանի իրանց case-ը, պետք է դու գումարի հնարավորություն չունենաս, որ քեզ հասնի այդ ծառայությունը։ Իսկ մարդիկ կան, որ մտածում են դե public defender-ը չի պաշտպանի եւ իրականում տենց չի, շատ ուժեղ lawyer-ներ կան public defender office-ում եւ ինչ հատ է թե իսկ հակառակն է, ինչ հատ է մեկին փող է տալի, որ քեզի պաշտպանի, դա չի նշանակում, որ այդ մարդը քեզի պաշտպանելու է։ Համ լավը կա public defender office-ում, համ է վատը նույնն է lawyer-ները, որ վարձում ես հատուկ։ Ես հիմա ուզում եմ մեր հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ երբ հայկի հետ խոսում ենք ինչ մեդալ կամ ինչ պարգև, ինչ մրցանակ կա, որ պիտի ներկայացնենք, ասեց հավատում եք, որ իմ գրասենյակում նույնիսկ ես իմ դիպլոմը, այդ հավաստագիրը, որ ստացել եմ, դա պատիճ չեմ կախել։ Այսօր, չգիտեմ, իմ մոտ այդպիսի տպավորություն կա, որ պատից, եթե կախում են տարբեր տեսակի հավաստագրեր, պարգևներ, դու ինչ է, դու չունես դրանից, չես ստացել։ Ես չունեմ այտենց ինչ որ մի մեդալ, հիմա շատ մարդ կա, որ ունեն մեդալները, բայց այդ մեդալներին ես չեմ հավատում, իմ մեդալը իմ հաճախորդի ազատությունն է։ Ես իմ գործով եմ փորձում ապացուցեմ, այդ մեդալները ծախում են on-line, կարող են առնեն ցանկացողները, բայց ինձ եթե պետք չի, ինձ պետքա, որ ես կռվեմ իմ հաճախորդի համար եւ հասցնեմ իրանց տուն։ Դա երևի ոչ բոլորին է վերաբերում, որտեղ իրականում կան շատ լավ փաստաբաններ, որոնք աշխատել են ու ճանաչվել են լավագույն, ասենք տարվա լավագույն փաստաբան նման կոչումներ լինում են, շնորհվում են երբևիցե թե ոչ։ Երևի լինում են, ես այտենց կազմակերպություններ վստահ կլինեն, բայց ես տեղյակ չեմ այտենց բաներից։ Ինձ շատ այդպես հետաքրքրեց այս կարգախոսը ձեր մեր հաղթանակը հաճախորդի ազատությունն է։ Նման ազատություններ շատ եղել են, նման քեյսերի հաղթանակներ շատ են եղել ձեր աշխատանքային պրակտիկայի ընթացքում։ Այո, շատ են եղել։ Գուցե հիշենք ամենատպավորիչը, ամենադժվարը, ամենաանհնարինը, որ ձեր պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հաղթանակ է բերել ձեզ։ Մի քանիսը կարող ենք հիշել նման հետաքրքիր քեյսեր։ Կարող ենք։ Այս վերջերս մի հատ ժյուրիով դատ էի արել, հաճախորդս 19 տարեկան ջահել տղա, գենգերի մեջ, ինքը դժվար մանկություն ունեցած, հերը մեջքին չի եղել, մերն ամենակով իրան մեծացրել ու այնքան մերը չի մեծացրել, քան փողոցներն են իրան մեծացրել։ Իսկ այս դեպքում իրան բռնել էին երկու հոգու վրա կրակելու համար, եթե ինքը դատվեր, իրան կհասներ մոտավորապես 30 տարի սռոք, այսինքն ինքը մի 25 տարի կնստեր այդ իր արածի համար, եթե ինքը գտնվեր մեղավոր։ Շատ հետաքրքիր դատ էր, վիդեոյով այդ ամեն ինչը ձայնագրված էր,
ոնց է դեպքը եղել եւ հետո իրան որ բռնեցին ոստիկանները, իրան հարցաքնեցին եւ ինքը չմերժեց, որ դա ինքն է եղել այդ վիդեոյի մեջի տղեն, ով որ կրակել է։ Բայց դե ամեն դեպքում մենք այդ դատը կրեցինք եւ հիմա ինքը էլի կարող է իր մամային փաթաթվի։ Այդ նկարն է, որ դուք տենում եք, դա իր մաման է, շատ հուզված էր եւ միջև հիմա համարյա ամեն շաբաթ ինձ գրում է։ Մի հարց տամ, դու ծնվել ես Երևանում թե այստեղ։ Ես ծնվել եմ Երևանում, բայց մի տարեկան էի, որ եկանք Ամերիկա։ Ապրել ես Մայամիում։ Ես սկզբից ապրել եմ Լոս Անջելես, հենց որ 10 տարեկան էի տեղափոխվանք Նյու Յորք 3 տարի ապրեցինք, մինչև 2002 թվականից մինչև 2018 թիվը ապրել եմ Մայամիում։ Ինչի համար եմ հարցը տալիս, դու որ խոսում ես, տպարությունն այնպեսին է, որ հենց նոր Երևանից եկել ես, մեկ ռուսերեն բառերել ես օգտագործում, այսինքն պարզ երևանյան ակցենտով ես, լեքսիկոնով ես ավելի շատ խոսում։ Երևան գնացել ես հեչ։ Գալուց հետո։ Ես գնացել եմ Երևան առաջի անգամ 20 տարեկան էի, Իսպանիա էի սովորում այդ ժամանակ։ Երկրորդ կուրսը գնացի Իսպանիա, որ իսպաներեն սովորեմ։ Ձմեռային արձակուրդների վաղ առաջի անգամ գնացի Հայաստան, կարճ ժամանակով մի շաբաթ էի ընդ, հետո հետ եկա, դրանից հետո 2010 կամ 11 թվին եմ եղել։ Ու դրանից հետո համարյա ամեն տարի գնում էի։ 15 տարի առաջ ես եղել, փաստորեն։ Երկրորդ անգամը որ գնացի, բայց առաջի անգամը եղել է 2007 թվին։ Ոնց էր Երևանը։ Շատ լավ։ Դա առաջի անգամ որ գնացի, մի քիչ շատ ցուրտ էր, ձմեռ էր, այտենց շատ բան չկարացա հասկանամ, բայց դրանից հետո երբ գնացի շատ եմ տպավորված Հայաստանով եւ միշտ ուզում եմ գնամ։ Իմ մոտ այն տպավորությունն էր, որ հեռուստադիտողներ, քանի որ ես Հայկին ճանաչել եմ, պարզվում է մենք իրար շատ վաղուց ենք ճանաչել, 2011 թվականին այստեղ Դետրոյթում մենք միասին եղել ենք Արտուր Աբրահամի մենամարտին, Անդրե Դիրելի հետ այդ մարտի ժամանակ մենք միասին եղել, բայց այդպես երբևիցե չէի մտածում, որ կհանդիպեմ այստեղ որպես փաստաբանի, պետք է զրույց տանենք։ Գիտեմ, որ ինքը նախկինում սպորտով էր թեթև զբաղվել, սպորտը այդպես գայթակղեց քեզ երևի, չէ՞։ Չէ, որպես պրոֆեսիոնալ ցանկություն չի եղել մոտս, միշտ սպորտով զբաղվել եմ, երեխա վաղտվանից բասկետբոլ, հետո թենիս, հետո համալսարան տրինաժոր, հիմա էլ ամեն առավոտ ելնում եմ, գնում եմ տրինաժորի, նոր իմ օրը սկսում է։ Ես որքան հասկացա, դու ժամը 4:30 արդեն գնում ես մարզադահլիճ։ Չէ, ես 4:30 արթնանում եմ, 5:15 մարզադահլիճում եմ։ Մարդիկ լավ մուշ-մուշ քնած են լինում, դու արդեն մարզադահլիճում քո մարմինն ես կոփում։ Հետո ծրագիրը օրվա այդ ծանրաբեռնված աշխատանքը։ Դե պատմես մոտարապես։ Պարապմունքից հետո գալիս եմ տուն, երեխեքին դպրոց եմ տանում, ու հետո կամ գնում եմ օֆիս, կամ գնում եմ դատարան։ Համարյա ամեն օր դատարան եմ, արդեն 5-ի կողմերը երեխեքին տանում եմ սպորտերով իրանց, հետո գալիս ենք տուն։ Իդեպ տղադ նույնպես ծանրաբեռնված սպորտային առօրյայով է ապրում, տարբեր մարզաձևեր՝ ֆուտբոլ, հոկեյ, թեքվոնդո, չէ, մութայ, քիքբոքս, տայլանդական քիքբոքս։ Հասցնում է ծանրաբեռնվածությունը տանել փոքրիկը, ձեր հետ վստահ եմ նաև դպրոցում լավ սովորում է։ Հասցնում է, շատ լավ է սովորում եւ հաճույքով է գնում, նամանավանդ տայլանդական քիքբոքսը շատ է սիրում, շաբաթը 2 անգամ քիքբոքսի է գնում, շաբաթը 3 անգամ ֆուտբոլ, մի անգամ է գնում է հոկեյ։ Շատ է սիրում ու ինձ թվում է ամենաճիշտ բանն է, որ երեխան փոքր ժամանակվանից սպորտով զբաղվի, իր վրա աշխատի։ Հնարավոր է նա չընտրի այն մասնագիտությունը, որ հայրն ընտրել, որը շուտ պիտի դառնա սպորտի ուժեղագույն ներկայացուցիչ, նման բաներ, ցանկություններ երբևիցե կա նրա մոտ։ Ամեն ինչ հնարավոր է։ Կոնկրետ հիմա եթե իրան հարցնես, ինչ է ուզում դառնա, ինքը ուզում է դառնա մայնր, այսինքն ուզում է բրիլյանտներ հավաքի սարերից, բայց դե հիմա փոքր երեխա է, փոքր մեծանա արդեն կընտրի այն ինչ որ ինքը գտնում է ճիշտ, ես վստահ եմ ինքը ճիշտ բան կընտրի, այսինքն բժիշկ կամ լոյեր։
Խոսենք մի փոքր այն տես ձեր ընտանիքում 3 փաստաբան կա։ Այո, Դու եւ քո 2 քույրը փաստաբան են։ այո։ Ես զարմանում որ բոլորը ընտրել եք այդ մասնագիտությունը։ Ինչու հանկարծ որոշեցիք որ 3 էլ պիտի մեկը մյուսին նայելով ընտրեցիք թե պարզապես իրականում ցանկությունը այդքան մեծ էր բոլորի մոտ։ Քույրիկների մոտ ու քո մոտ։ Չեմ կարծում տենց հատուկ նենց մեկը մյուսին հետևելով առավ ամեն մեկը իր ցանկությունն ուներ, ամեն մեկս էլ առանձին մեր ճյուղով ենք փաստաբան, մեծ քույրս accident case-երով զբաղվում, իսկ փոքր քույրս employment law է անում։ Շատ մի հատ ուժեղ employment law office-ում աշխատում, շատ հայտնի Շեգերյան law office-ում աշխատում։ Երբ որ ընտանեկան հավաք եք ունենում, երբևիցե ամեն մեկը ձեր ընտրած ոլորտը մասնագիտությունը փորձում եք ներկայացնել ինչ է կատարվել, ինչ է եղել, թե փաստաբանությունից ընդհանրապես չեք խոսում։ Աշխատում ենք փաստաբանությունից չխոսանք այդ ժամանակ։ Այդտենց փաստաբանությունից խոսում եմ իմ մյուս գոլեգաների հետ, ով որ իրանք էլ են կրիմինալ դատա պաշտպաններ ու մեր խոսակցությունները լինում է շատ հետաքրքիր, սև հումորով, բայց այդ ժամանակ ավելի հետաքրքիր է։ Հայք դատարան երբ որ գնում ես, լարվածություն կա մոտդ լինում են։ Ճիշտն ասած չի լինում, որը որ իմ համար զարմանալի է, որովհետև ես միշտ համալսարանում, ես ընդհանրապես ամաչկոտ եմ, հավատակ չհավատակ, ես շատ ամաչկոտ եմ ու այտենց համալսարանում կամ միջև դատարանից դուրս ես այտենց չի լինում, որ ես ելնեմ ժողովրդի դեմ խոսամ, բայց չգիտեմ ինչից է, բայց հենց որ ես մտնում եմ դատարան, ես ինձ զգում եմ ոնց որ իմ տան մեջ։ Եվ այդ լարվածությունը առաջի օրվանից է չի եղել, այդ դատը որ պատմել էի, այն առաջի դատը որ արել եմ, այդ public defender ժամանակ իմ ամբողջ օֆիսը եղել է դատարանի մեջ։ Եկել են սաղ որպես նայեն։ Բոլոր սուպերվայզերները մի 50 հոգի մեր օֆիսից եկել էին որ նային, որը որ ես մտածեցի միջև դատը սկսել է այդ իմ մեջ լարվածություն կստեղծի, բայց ես չէի էլ նկատել որ իրանք այնտեղ են։ Չես իմացել դու։ Չէ, ես իմացել եմ, ես տեսել եմ իրանց, բայց ես չեմ զգացել, որ այնտեղ մարդիկ կան ինձ նայում են։ Ին վրա չի ազդել, այսինքն։ Մենք խոսեցինք հաղթանակների մասին, բայց նաև եղել են դժվար պահեր, երբ որ քեզ է եղել պարտվել ես։ Այո։ Իրականում դու հասկացել ես, որ չես կարողացել այդ դատը տանել հաղթական ավարտի, թե ավելի լուրջ փաստեր կային, որ չկարողացար միջև վերջ այդպես վստահել, որ չես չի լինելու, որտեվ հակառակ կողմը ավելի ակնառու փաստեր է ներկայացրել։ Գիտեք, կոնկրետ հիմա ինչ որ մի հատ case կա, որը որ մտքիս է, որը որ պարտություն է եղել։ Ես մի հատ ու էդ էլ գիտեք case-ից էլ է կախված, case-ի լրջությունը։ Իրականում ամեն դեպքում ընտրողը թե դու ես հաղթում թե պետությունն է հաղթում այդ դատը, դա ժյուրին է, որը որ սովորական մարդիկ են։ Իրանց սովորական էմոցիաներով, իրանց փորձերով, տարբեր բաներով։ Եվ кейսեր կան, որ այնքան ոնց որ դժվար են, այնպես բան են, որ սովորական մարդը չի պատկերացնում ոնց կարա մարդը այտենց բան խափի, չէ՞։ Հայկ ջան, շնորհակալ եմ ու վստահ եմ, որ 1-2 նման պարտություններն էլ են պետք, որպեսզի հետագայում դու կարողանաս դրանց այդ պարտությունների հիման վրա նաև նորանոր հաղթանակներ կարողանաս ունենալ, որովհետև շատ դժվար ու շատ պատասխանատու մարդու ճակատագիրը որոշող մասնագիտություն ես ընտրել քեզ այդ հարցում վստահ եմ, որ դու անպայման կունենաս քո մեծ հաջողությունը։ Մենակ մի բան ասեմ այդ պարտությունների բանով, այնա որ կամ հաղթում ես, կամ սովորում ես։ Դու պարտվելուց էլ պետք է սովորես, հաղթելուց լինում է որ չես սովորում, բայց պարտվելն էլ է պետք որ սովորես, որ ավելի ուժեղ լինես մյուս անգամ։ Ու հետո հիշեք, որ դուք պայքարում եք պետության դեմ, որի ռեսուրսները շատ ավելի մեծ են, եւ դուք պաշտպանում եք այն մարդուն, ով պետությունը մեղադրում է նրան։ Այո։ Հաղթանակներ եմ մաղթում քեզ, հաղթանակներ ոչ իհարկե մեդալի տեսքով է ձեր հաղթանակները, ինչպես արդեն Ջակոբ Հայկ Խաչատրյանը նշեց, դա
Մեր հաղթանակը հաճախորդի ազատությունն է։ Այո բարեկամներ, այսքանը մի մեդալի պատմություն էր ABC հեռուստաընկերության եթերում, իմ զրուցակիցը փաստաբան Ջակոբ Հայկ Խաչատրյանը, կհանդիպենք։ Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ Palm Springs-ի մոտակայքում Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մանգալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օթանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում